Անցնենք հանուստեն, պրոյեկտային ֆինանսավորում, ես առանձնացրեցի, բայց սրա մասին մենք շատ խոսացինք, այսինքն հիմնականում խոսքը գնում է պետական ֆինանսավորում, շուտ կոնկրետ պրոյեկտների մասին։ Սա եւ երրորդ կլաստերների ստեղծում, դա մոտավորապես նույն գաղափարներն են, տարբեր ձև են դա մեզ մատուցում, որ իբր այո, մենք չենք կարող ստեղծել մի ամբողջ պատկեր, հա, հիշում ես կլաստերային զարգացումը մեր մոտ, հա, որ մենք չենք կարող ամբողջ աշխատանքի բաժանման ամբողջ համակարգը կրկնօրինակել, եկեք մի հատվածը կրկնօրինակել։ Մենք խոսացինք անցած անգամ, հիշում ես բժշկական ծառայությունների, հա, որ մեր մոտ խոսակցություն կա դրա մասին, բայց պետք է հիշել, որ կլաստերային զարգացումը ինքը շատ մեծ ռիսկ է, դա շատ ագրեսիվ ռազմավարություն է ու շատ ռիսկային։ Օրինակներ կա հաջող, հա, բայց էլի դա տեղի ունեցել որոշ պայմաններում, հա, աճող պահանջարկի ալիքի վրա, հա, օրինակ եղել է տելեկոմունիկացիոն հատվածի, հա, համաշխարհային աճ, հա, պահանջարկ։ Ստեղծվել է, ասենք, Ֆինլանդիայի տելեկոմը, հա, բայց տես ինքը չդիմացավ մրցակցությանը եւ այսօր մենք տեսնում ենք, հա, դրա թխուր վիճակը։ Իտալական, հա, ուրեմն նորաձևության կլաստերը կա։ Իռլանդիայի այդ IT կլաստերը կարելի է դրա մասին խոսալ։ Որտեղ են ռիսկերը, տես բոլոր, հա, մենք ներուժը դնում ենք, հա, այդ ինչ-որ բանի մեջ, հա, առաջինը դու արդեն մրցում ես գործող, հա, եղած կլաստերների հետ։ Կլաստերը իմաստը ինչն է, որ կոմոդ աշխատանքի բաժան, այս պետք է հիշել, հա, հարցը ինչի հավաքել ինչ-որ մարդկանց մի տեղ, հա, բոլորը դե եկեք ստե Լենինականում բացեք, հարցը ինչի Լենինականում որտեղ ուզում եմ, չգիտեմ, կարաս կաբինետում բացես դա ինչ-որ մի հատ։ Հարցը դա չի։ Հարցը այն է, որ ստեղծված աշխատանքի բաժանման համակարգը պետք է ավելի բարձր լինի, քան միջին համաշխարհային, որպեսզի դու մրցունակ լինես աշխ։ Եթե դու դա չես ապահովում կլաստեր կոչի, ինչ ուզում ես արա, հա, դա լինելու է ձախողում։ Արի նայենք այսօր աշխարհում, այսինքն եթե մենք բժշկական կլաստեր ենք ստեղծում, մենք ում հետ ենք մրցելու, մենք մրցել ենք Գերմանիայի հետ, մենք մրցել ենք Իսրայելի հետ։ Այ դա պետք է հասկանանք։ Ինչ գումարի մասին է խոսքը, որպեսզի մենք այսօր միանգամից միանվագ ներդրում դու պետք է անես, չէ՞, Վլադիմիր։ Չէ, իրանք էլ կանգնած չեն, չէ, իրանք էլ աճում, զարգանում։ Ոչ մեկ քեզ չի սպասում։ Հա, ոչ մեկ իր հարցը քեզ չի տալու, դա իրանց հացն է, չէ, իրանց եկամուտն է, ոչ մեկ այսօր աշխարհը այդ իմաստով շատ ցինիկ է, ափսոս մեկ դեր։ Բայց ավելի էժան գներով գուցե հնարավոր, այսինքն հաշվի առնելով այստեղ ավելի էժան։ Բնականաբար, բայց այս կա հնարավորություն, էլի։ Ինչ գեր խնդիր է դրած, տես, ես ինչ խնդիր։ Ապահովես, դու նայ, ավտո սիրող ես։ Ես քեզ բան եմ ասում։ Արի խոսանք ավտոմոբիլային կլաստերի մասին։ Նույն բանն է։ Եթե մենք այսօր ուզում ենք գերմանական ավտոմոբիլային կլաստեր մրցակցենք, դու նա ինչ խնդիր պետք է լուծես։ Միանվագ, հա, ստեղծես մի տեխնոլոգիա, որ ինքը ապահովի գերմանական որակ, ավելի էժան գնում։ Դու պատկերացնում ես այդ ինչը։ Ինչի մասին է խոսքը։ Դու պետք է դա անես, դու պետք է դա անես։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աշխատուժը ավելի էժանական Գերմանիայում То ինքը լինի զրոյական բերենք, զրոյական։ Եթե դու մտածում ես, որ զուտ աշխատաուժը ըստի մի քիչ հա, այս բանին իմ շեշտադրումն իմ հարցի մեջ դրա վրա է, որ կանոն այստեղ ավելի էժան աշխատուժ կա, զուտ գնային առումով մրցակցելու։ Հա, լավ աշխատաուժ կա, մնացածն է ժամանակի հարցը։ Այդ ժամանակը չկա։ Հետո պլյուս ես ասում, ես էլ դու դա չես անելու վակուումի մեջ, դու չես ունենալու քո ուզած մարդիկ։ Դու աշխատելու ես այս զանգվածի հետ։ Այս մարդկանց հետ ես դու աշխատելու։ Ու դու իրանք պետք է քեզ ապահովեն գերմանական որակը։ Այս մարդիկ, հա, որոնք ինչ են խոսում, հա, այս խոսույթները, այս մարդիկ են ասում։ Այսա իրանց պատկերացման, այսա իրանց ընկալման մակարդակը։ Մենք չունենք մեր ուզած մարդիկ, ասես, բերենք մի 3 միլիոն ճապոնացի կամ գերմանացի բերենք ստասենք, դե դավայ, այ շո մի բան։ Մենք աշխատել ենք այս մարդկային այս նյութով։ Ես չգիտեմ, չեմ սենց չասեմ մի անգամ դա հնարավոր, չի, հա, բայց այս ռազմավարությունը շատ խիստ կասկածելի, շատ վտանգ։ Որովհետև դու մեծ գումարներ ես դնելու, որ էլ պարշի որտեղից ենք հայտնելու, դա էլ է հարցը, չէ։ Եվրոմիությունը մեզի 100 միլիոնից ավել չի տալիս։ Իր ծրագրերը իրականացնելու։ Մենք հասկանում ենք, չէ, որ դա լուրջ չի, սա բան է, էլի ողորմություն, հա, 100 միլիոն դոլար, ես եկա պետությունում հարց չի լուծի։ Այստեղ խոսքը պետք է գնա 10 միլիարդների մասին, այս ինչ որ մենք խոսում ենք։ Եթե ոչ ավել, հա, ես չգիտեմ, դա թարս իրագործելի է, դա չգիտեմ։ Ես ուղղակի խնդրի մասշտաբն եմ ուզում ներկայացնել, որ երբ որ ես սիրուն ամեն ինչ ներկայացնում եմ, դա այդքան սիրուն
բան չի, այդքան բարձ չի, այդքան հեշտ չի։ Կլաստերների հետ կապված ես ուզում եմ դիտե ոլորտի մասին խոսել։ Մոտավորապես նույն բանն էստեղ է։ Ինչ որ չափի մեր պետությունը դա դիտարկում է որպես ինչ-որ կլաստեր, որովհետև քանի ժամանակ առաջ դու գիտես, երևի հայտարարել է 3 ուղղություն, հա, հիմնական ուղղություն, որը ինքը դիտարկում է որպես առաջնային։ Դա ՏՏՆ, դա գյուղատնտեսությունն է, դա туриզմը։ Ինչի մասին, գյուղատնտեսության մասին խոսենք, թե ես չգիտեմ, ինչպես կարելի է Հայաստանում գյուղատնտեսություն իմաստը կարելի է խոսել։ Գյուղատնտեսությունը, հա, որը մենք չունենք նորմալ կլիմա, մենք չունենք արոտավայր եւ այլն, հա, ինչպես կարելի է Հայաստանը դիտարկել որպես գյուղատնտեսությունը, որպես ինչ-որ առաջադեմ, հա, այսինքն ինչ ուզում պետությունը, ասես, դա սա մի ոլորտ է, որ ես վերցնում եմ իմ բանի տակ, որպեսզի ինքս ասես քաշի հա մեր տնտեսությունը առաջ, հա, գյուղատնտեսությունը ո՞նց է քաշելու մեր տնտեսությունը առաջ, ես չեմ պատկերացնում առհասարակ։ Գյուղատնտեսությունը ես չեմ ասում, հա, ինքը պետք է չլինի։ Ես ասում եմ, որ ինքը չպետք է լինի, ուրեմն առաջադեմ ինչ-որ ոլորտ։ Գյուղատնտեսությունը մեր մոտ զբաղվածություն եւ որոշ կենսաղ ապահովող ոլորտ, որը պետք է լինի, որը կա, հա, եւ այնտեղ պետք է պարզապես իմ կարծիքով մարդկանց չխանգարել, հա, եթե չխանգարել, ինձ թվում է, մի բան կստացվի, ինչ որ մարդիկ դրանով ապրուստ կվաստակեն։ Այդքան ուրիշ ոչ մի պահանջել գյուղատնտեսությունից, որպեսզի ինքը մեզի գցի առաջ, չգիտեմ ուր, հա, անիմաստ է։ Նույնը մոտավորապես կարող ասեմ туриզմի մասին, հա, մեր մոտ туриզմ, այն նայեք туриզմ, туриզմ։ Туриզմը նորից, հա, հելելով մեր աշխարհագրական դիրքից, այն վիճակից, որ մենք չունենք ծով, հա, իսկ հիմնականում туриզմը դա ծով է եւ այլն, հա, շատ դժվար է, հա, պատկերացնել Հայաստանում туриզմը որպես գերակա ոլորտ, այսինքն նորից ոլորտ, որը մեզի ինչ-որ ապահովելու է առաջընթաց եւ կարողանալու ուսերի վրա, հա, տանի մեր տնտեսությունը։ Տեսեք Հունաստան, հա, տեսեք առհասարակ հարավային Եվրոպան, այսինքն երկրներ, որոնք զարգացնում են туриզմը եւ իրանք առաջինն էին, հա, որ այսօր խնդիր ունեն Եվրոմիության մեջ։ Հունաստանը, հա, որը ունեցել է ժամանակին արդյունաբերություն, մտնելով ԵՄ, փաստացինքը հրաժարվել է այդ միջից։ Հա, լրիվ Դավիթ Ռիկարդոյի մոդելի համաձայն, հա, համեմատական առավելությունների համաձայն։ Կոմոդ ինչա, ապկա, բան այնտեղ, Ակրոպոլը, բանը, բան, դու տուրիստերին բեր մի զբաղվի նավաշինությամբ, հա, նավաշինություն եղել Հունաստանի ժամանակ։ Այդ ամեն ինչը փագի, դա քո խելքի բան չի, մենք բան կանենք։ Վերջում, հա, այդ ռազմավարությունը մենք տեսանք, հա, ինչին արժանացավ 300 միլիարդ դոլար, հա, չգիտեմ ես եվրո։ Արդեն չեմ հետևում էլի, բայց ժամանակին այդ թիվը կար, էլի 300 միլիարդ դոլար պարկ արտաքին, հա, ու պարշել ինչ անել հա այդ պարքի հետ, գլուխ են կոպ, ինչ անել, ուսուցքին ու սկսում էին, հա, նորից իրաց ռասիստական այդ թեզեր էլ, դե Հունաստանը, հունացիք անգյալ են, չեն ուզում աշխատեն, չեն աշխատում, սա որ ստեղ, սա որ ընդեղ, ընկեր, մարդիկ աշխատում էին գործարաններում, ստեղծում էին նավաշինություն, դուք ասեցիք մի արեք, հա, գնացեք պլաժները, մարդիկ էլ համաձայն ձեր տեսությունը գնացին պլաժները, գնացին տուրիստ սպասարկելու, սպասարկեցին, հա, դուք իրաց չեք ասել, չէ՞ որ գիտես, դու որ տուրիստ սպասարկես, դու 10 անգամ վատ ես ապրելու։ Բայց ինչի՞ այդ պարկը որտեղից գոյացավ, որտեղ մարդը չէր ուզում, հա, իր բարեկեցությունը իշտի։ Այդ մարդը մտածում էր, ես մտնում եմ, իմ բարեկեցությունը բարձրան է ոչ թե իշտի։ Դու իրան ասեի, որ գիտես ինչ, եթե դու տուրիստ ես սպասարկելու, քո բարեկեցությունը պետք է իշտի, հա, որպեսզի քո մոտ, հա, 300 միլիարդ պարկ չգոյանա։ Պարտքը դրանից է գոյանում, որ այո, մարդիկ չեն ուզում իրենց բարեկեցությունը իշտի։ Իրենք մտածում են իրենց բարեկեցությունը պետք է բարձրանա, բայց չի բարձրանում։ Մարդիկ գել են պարտքերն են, հիմա դուք իրենց մեղադրում եք, իրանք են մեղավոր այդ ամեն ինչի մեջ։ Ես ասում, տեսեք, եթե անգամ Հունաստանը չկարողացավ туриզմով, Հունաստանը, որ ունի պատմություն ահռելի, հա, արևմտյան, ուրեմն քաղաքակրթության ծանոթ բանն է, չէ՞։ Հիմնադիրին։ Հա, այո, իր այդ պատմամշակութային, հա, այդ ամեն ինչով, իր փիլիսոփայությամբ, Արիստոտելներով, իր ափերով եւ այլն, հա, Հայաստանում կներեք ինչ туриզմ։ Էլի նորից ես դեմ չեմ туриզմի, ես դասավանդում եմ մեր մենեջմենթի ֆակուլտետում, որ ժամանակին մենեջմենթ ու туриզմը մեր մոտ միացած է եղել եւ եղել են նաեւ туриզմի երեխեքը եւ ես իրանց արդարացիորեն, հա, ասում եմ, ես չեմ հավատում, հա, туриզմի կլաստերի մեջ Հայաստանում։ Ու սկսում եմ մեր մոտ, հա, բուրըն քննարկում։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, չեմ ասում դա պետք է փակել։ Ես ասում եմ, որ գերակա ինչ-որ արտոնություններ պետք չի դա եւ սпасել, հա, ձեր սпасելիքները ինչ-որ բարձրացնել ինչ չգիտեմ որտեղ, հա, եւ սпасել, որ դուք այդտեղից ինչ-որ բան եք ստանում։
Ես անգամ հիշում եմ արձագանքները այն ուսանողներից են, որոնք արդեն զբաղվում են բանի մեջ եւ փորձում են շուտ։ Եվ իրանց համար դա որպես բան է հնչում, էլի, պրիգավոր է, էլի, չէ, սա ասում եմ, ես զբաղվում եմ եւ ես կստեղծեմ դա եւ ես ձեզ կապացուցեմ եւ այլն։ Ասում Շուշաննա, դու ինձ չես կարա դա ապացուցես, հա, որովհետեւ դու երբ որ ինչ-որ բան ստեղծես, դու պարզապես գնացել ես, հա, կարացել ես, դու գնացել ես տրենդի հակառակ Ուրեմն, երբ որ շուկան ընկնում է կամ ինչ-որ ոլորտ ընկնում, չի նշանակում բոլոր կազմակերպությունները ընկնում, հա։ Այնտեղ շատ կազմակերպություններ կան, որ կարող են լավ առաջ գնալ։ Խոսքը տրենդի մասին է, հա, որ միջինում, հա, օրինակ 20%-ով ոլորտը ընկնում է։ Չի նշանակում ամեն կազմակերպություն 20%-ով ընկա։ Դա նշանակում է, որ մեկը ընդհանրապես փակվեց։ Մեկն էլ խոսքը կարող 40%-ով աճի։ Իմ խնդիրն էլ ստեղ այն է, հա, լսարանը, որ քեզ բացատրեմ, հա, որ ինչ ռիսկեր ես դու առնչվելու, որ դու ինչ անես, որպեսզի դու լինես հաջողակ։ Այո, Հայաստանում կարա լինի հաջողակ բիզնես տուրիզմում, ես չեմ ասում չի կարա լինի, ես ասում ոլորտը որպես ինքը մակրո, որպես երևույթ, հա, որպես ոլորտ, ինքը չի կարա բերի այդ ձեր ուզած այդ շահութաբերությունը, որ դուք սպասում եք։ Այսօր Հայաստանում տուրիզմը դա լուծում է ուրեմն սոցիալական խնդիր, ոնց որ գյուղատնտեսություն, որ մեր մարզերում հյուրանոցներ են բացվում եւ մարդիկ հնարավորություն ունեն աշխատել, ունեն համաշխարհային բրենդային հնարյոթ հյուրանոցում։ Հրազդանի բնակիչ է, հա, կամ Ծաղկաձորի բնակիչ հնարավորություն ունի աշխատել համաշխարհային բրենդային հյուրանոցում։ Շատ լավ է, այո, լեզու է սովորում, չգիտեմ, այլ մշակույթ է, ուրեմն սովորում ինքը իրեն։ Էդ է։ Ուրիշ ոչ մի բան ես այդտեղ չեմ տեսնում։ Ես անգամ բանաձև եմ իմ համար, հա, հորինել, հա, որ շքեղ հյուրանոցը երկրում, հա, դա ոչ թե այդ երկրի բարեկեցության նշանն է։ Դա այն երկրի բարեկեցության նշանն է, որտեղից որ գալիս են հյուրանոցը։ Եթե ձեր մոտ շքեղ հյուրանոց է, դա նշանակում է մարդիկ, որ գալիս են, իրենք գալիս են հարուստ երկրից։ Էդ է դա նշանակում։ Դուք կարող եք ընդհանրապես ոչ մի բան չունենալ։ Դուք աշխատեք, չգիտեմ, ցածր աշխատեք բոլորը։ Էդ է տուրիզմի մասին։ Շարունակենք, էլ ինչ ունենք հանրային դաշտում քննարկվող, հա, օրինակ դեդոլարիզացիա, այսինքն ազատվենք արտարժույթից, հա, հիմնականում դոլարից, հա, մեր գործարքներում եւ այլն, այսինքն դոլարը պետք է ազգային արժույթ լինի եւ այլն, դա էլ է պրոտեկցիոնիզմի ինչ-որ տեսակներից մեկը, բայց տես ի՞նչ է նշանակում, եկեք հրաժարվենք դոլարից, հա, դե հիմա եկեք հրաժարվենք, օրինակ ամեն մեկս էլ կարող է ինչ-որ մի բանից հրաժարվել, եկեք հրաժարվենք այս հեռախոսից, այլ հոսանքից հրաժարվենք, հա։ Ինչ է նշանակում հրաժարվել այս պարագայում Հայաստանի համար արտարժույթից։ Եթե մենք հրաժարվում ենք արտարժույթից, դա նշանակում է մենք հրաժարվում ենք ներմուծումից, ճիշտ է, որովհետև արտարժույթը մենք օգտագործում ենք ներմուծելու համար։ Դա նշանակում է, որ այդ սպեկտրը ծառայությունների, ապրանքների, որ մենք այսօր օգտագործում ենք, հա, մենք ուրեմն էլ չենք ներմուծում, այսինքն ինչ, կամ չի լինում դա, կամ մենք պետք է ինքներս դա կենաց, հա, ես կասեի, հա, որ սա մեր ինքնությունը, մեր, չգիտեմ, այսինքն, հա, բայց իրականում, հա, կարող ենք հրաժարվել ամեն ինչից, քաղաքակրթությունից էլ կարող ենք հրաժարվել, գնանք, չգիտեմ, Սարում, հա, ապրենք, օրինակ, չգիտեմ, մարդիկ կա, չէ, առաջարկում են ասում, դե ինչ ա եղել, որ գնանք, օրինակ, բան, չգիտեմ, հող կմշակենք, այս կանենք, այն կանենք, հա, որ մի քիչ սկսում ես հարցեր տալ, ասում, ինչով ես դու մշակել, ոնց, բանով, հա, փայտով կամ դե չէ, ասում, ինչի, օրինակ, ես տրակտոր Ստեղ ասում ես մի րոպե, տրակտորը ինչ է, տրակտորը որտեղից, Մարսից ընկավ տրակտորը, թե գյուղի դարբնոցում ես տրակտորը պատրաստել, տրակտորը, հա, մի երևույթ է, որը այսօր հնարավոր չի Հայաստանի պայմաններում ունենալ, հա, դա պետք է ներմուծվի, իսկ որպեսզի մենք ինչ-որ բան ներմուծենք, մենք պետք է դրա դիմաց վճարենք արտարժույթով, որտեղից մեզ արտարժույթ է հարց առաջանում, այսինքն մենք պետք է ինչ-որ մի բան վաճառենք համաշխարհային շուկայում, որպեսզի ունենանք այդ արտարժույթի հոսքը։ Իսկ ինչ ենք մենք կարող վաճառենք, այն ինչի մասին որ մենք խոսում ենք, մենք այսօր կարող ենք վաճառել աշխատուժ եւ կարողանում ենք վաճառել մեր բնական հանածը։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Այսինքն տվյալ դեպքում դեդոլարիզացիան նշանակում է հրաժարվել քաղաքակրթությունից։ Կամ այդ ասողները հատու դա ասել միջև վերջ, բան եք ասում, միջև վերջ ասեք մարդկանց, որ ասում, հա, հետևանքներ ասեք։ Այ դուք օրինակ ապրելու եք, ոնց որ մարդիկ ապրում են, չգիտեմ, 16-րդ դարում։ Համաձայն եք, ուրեմն հրաժարվում ենք վաղվանից դոլարից։ Տնտեսության մասնակի պետականացում, հա, հիմնականում բնական պաշարների արտահանման ոլորտում, սա էլ է, չէ՞։ Հայտնի թեմա, հա, որ ինչու ենք մենք մեր հանքերը տվել, հա, եւ շահագործվում են արտասահմանի
կազմակերպությունների կողմից։ Ինչու մենք չենք պետականացնում, որովհետև դա բոլորին է պատկանում, իսկ արտասահմանյան կազմակերպությունները իրանք դա շահագործում են, շահույթ են վերցնում, հա, մեծ բան չի ասում, ինչու այդպես մենք պետք է դա ազգայնացնենք, պետականացնենք եւ որպիսի ամբողջ շահույթը գա պետական բյուջե, այդպեսով մենք կարողանանք ինչ-որ հարցեր լուծենք եւ բացատրեմ մարդկանց այդպիսի մտածողների, հա, եւ նրանց ովքեր լսում են դա։ Ու սկսեմ բացատրել շահույթ բառից, ինչ է նշանակում շահույթ։ Շահույթը դա շուկայական գնի եւ ծախսերի միջև ուրեմն տարբերությունն է։ Եթե այդպես է, ուրեմն մենք պետք է համադրենք համաշխարհային գինը, հա, եւ կատարած ծախսերը։ Այսօր արտասահմանյան կազմակերպությունը ստանում է ինչ-որ շահույթ, հա, որի մի մասը հատկացնում է ձեզ ռոյալթիների, հարկերի եւ այլն ինչ-որ միջոցով։ Ով ձեզ ասեց, հա, որ եթե դուք եք դա շահագործելու, դուք ստանալու եք նույն շահույթի մակարդակը։ Որովհետև, այո, շուկայական գինը չի փոխվում, բայց ձեր ծախսերը եւ արտասահմանյան ինչ-որ կազմակերպության ծախսերը դա նույնը չի։ Որովհետև որպեսզի դուք ապահովեք նույն ծախսերի մակարդակը, դուք պետք է ունենաք նույն տեխնոլոգիաներ, ինչ որ օգտագործում են։ Թե ինժեներական տեխնոլոգիա, թե կառավարչական տեխնոլոգիա, թե ինֆորմացիոն տեխնոլոգիա, թե ամեն ինչ տեխնոլոգիա։ Ունեք դուք արդյոք։ Հա, հիմա դուք ասեմ, դե մենք կարող ենք դա գնել, հա, դե եթե գնել ես, ինչ է, դա նույն բանն է ստացվում, էլի, որովհետև վաճառողը վաճառելու է դա քեզ շահույթով, հա, ինչ-որ բան, դու պետք է դա բերես, հասցնես այդտեղ, շահագործող պահես, այսինքն մարդ սովորացնես, որպեսզի ինքը կարողանա դա շահագործել, պետք է սպասարկել դա, որովհետև դա օդով չի սնվում կամ ինչ-որ բան, վերանորոգել, եթե կարիք կա, հա, եւ անընդհատ դա պետք է ձեռք բերել, որովհետև դա մաշվող ապրանք է, այսինքն դա ընդմիշտ չի, հա, դա դու պետք է թարմացնես։ Եվ եթե համադրենք, հա, ես կարծում եմ, որ եթե մենք շահագործենք, հա, մենք կարող ավելի մեծ ինքնարժեք ստանանք, կամ այսօր ստանում է։ Ենթադրում եմ, ես չգիտեմ, ես չեմ ասում։ Այսինքն նորից, հա, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ ազգայնացնելուց, ուրիշների ձեռից վերցնելուց, ես արտասահմանյան կապիտալի ջատագովը չեմ, Վլադ ջան, երբեք չեմ եղել, այո, ես էլ եմ կարծում, որ հնարավորինս մենք պետք է ունենանք ազգային բրենդեր, ազգային կազմակերպություններ, հա, եթե ինչ-որ ոլորտը իմաստ ունի պետականացվել, այսինքն եթե դա շահ է, ինչ մեծ բան է ապահովել, թեկուզ կարող ոչ տնտեսական շահ է ապահովում, կարող է սոցիալական հարցերություն, կարող է անվտանգային հարցերություն, դա պետք է քննարկել։ Դե ես իմ դիտարկումը կարամ ասեմ, որ սովորաբար որևէ ոլորտ պետականացնելը կամ ազգայնացնելը դա հիմնականում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում ալին։ Ну, հա, մենք ստեղ պրոստը տնտեսական Այսինքն հեղափոխությունից հետո կարա դա խնդիր չկա, չէ, ուղղակի ընդունում եմ, ուղղակի կառավարության փոփոխությունից հետո։ Ես ստեղ զուտ տնտեսական շահ, իսկ իրանք էլ նշում են տնտեսական շահն եմ ես ստեղ առանձնացնում, որ իբր ինչու է գնում, հա, որպես իրենց եկամուտ, թող գա պետական բյուջե գումարը, հա, որպեսզի մենք կարողանանք մեր հարցը լուծենք, բայց եթե վերլուծումս դառնում է, հա, ստացվում է, որ դա այդքան էլ այդպես չի, այսինքն պետք է հաշվարկել նոր, հա, այդպիսի մտքեր ուրեմն տարածել հանրության մեջ։ ԿԲ-ի ազգայնացում, հա, մեր մոտ էլի այդպես մտքեր կան, որ ինչու ԿԲ-ն ազգային չի կամ ինչ-որ եւ այլն։ ԿԲ-ի ազգայնացումը սա առաջին անգամ լսում եմ։ Դե ասում են, բանը, ԿԲ-ն դա պետության մեջ է։ ԿԲ-ն ուրեմն ազգայնացում ավելի շատ գիտես ինչ նկատի ունեն։ Ասում են ինքը անկախ մարմին է, կառավարությունը չի ենթարկվում, անկախ մարմին է, եւ սխալ են հասկանում, հա, այդ երևույթը, անկախ, ինչ է նշանակում անկախ։ Բացատրեմ նորից, հա, երբ որ ասում ԿԲ-ն անկախ մարմինն է, նկատի ունեն ոչ թե ինքը անկախ է, շուտ պետությունից անկախ, օրենքներից, սահմանադրությունից անկախ, հա, եւ ընդհանրապես ոչ մեկին չի լսում։ Այսպիսի տպավորություն կարող ստեղծվի, հա, մարդկանց մոտ, երբ որ ասես անկախ մարմին է։ Անկախ մարմին ԿԲ-ի լինելը, դա մեր դեպքում նշանակում է հետեւելը, ինքը իր գործողությունները կախված չեն, հա, այսինքն անկախ են կառավարության ընդհանուր գործողությունից։ Այսինքն կառավարությունը չի հրամայում, հրահանգում, հա, թե ԿԲ-ն ինչ պետք է ԿԲ-ն իր քաղաքականությունը վարում է անկախ կառավարության ծրագրից, կառավարության որոշումներից, հա, այդ իմաստով է ինքը անկախ, ոչ թե ասած անկախ է եւ վերջ։ Բայց դե ասում են անկախություն պետք է վերանա, ուրեմն եւ առհասարակ ԿԲ-ում եղած, հա, տնտեսագետներից, լիբերալ հայացքներ ունեցող տնտեսագետներից պետք է ձերբազատվել, այո, եւ բերել ազգային մտածողություն ունեցող, հա, տնտեսագետ։ Ուրեմն ԿԲ-ի մասով նորից ասեմ, շատ են ինձ հարցնում, ասում, օրինակ, ճիշտ քաղաքականություն է վարում, հա, ԿԲ-ն տվյալ մեր պետություն։
Մի հատ անեկդոտ կա, որպես պատասխան, հա, որպեսզի հասկանանք ինչ նշանակում ճիշտ է։ Դպրոցում ատեստավորում է գնում, ասես փոքր երեխաների անգլիացու երեխուն են կանչում, ասում։ Երկու գումարած երկու, ասում, 3, ասում։ Դեբիլ ես բան, գնա ֆրանսիացի երեխուն կանչում, ասում։ Երկու գումարած երկու, ասում, 4, ասում։ Ապրես լավ տղայես, լավ սովոր, խելացի ես։ Հրյա երեխան կանչում, ասում, երկու գումարած երկու, ասում, իսկ մենք գնում ենք, թե վաճառում ենք։ Այսինքն պատասխանը կախված է, հա, մենք ինչ դիրքում ենք գտնվում։ Հիմա ստեղ, ի՞նչ է նշանակում ԿԲ-ն ճիշտ է քաղաքականությունով վարում։ Նայած ինչ եք ուզում դուք ստանաք այս տնտեսությունից, ինչպես եք դուք տեսնում այս տնտեսությունը։ Եթե դուք համամիտ եք, համաձայն եք, որ Հայաստանը պետք է գլոբալ տնտեսության մեջ ունենա այն դերը, որ ինքը այսօր խաղում է, հա, այսինքն հունկային կծոր, հա, հունկարենտային մոդելով պետք է փոխազդվի համաշխարհային շուկայի հետ, ապա մեր ԿԲ-ն ամեն ինչ անում է իդեալական։ Ինքը վարվում է որպես զարգացող, իսկ մեր հետամնաց, հա, հունկային կծորտի երկրի ֆունկցիա կա։ Ամեն ինչ ճիշտ է, դա ընդհանրապես բան չէ։ Իր ամբողջ քննադատությունը, երբ որ ասում են, ինչու է կուրսը պահում, ինչու է գնաճը, եւ այլն, ինչու ինքը չի զբաղվում տնտեսական աճով եւ այլն, այդ բոլոր քննադատությունը գնում է այն գծով, որ իբր մենք պետք է լինենք զարգացած երկիր, հա, իսկ ինքը ինչ որ քայլեր անում, որոնք բնորոշ չեն զարգացած երկիր։ Ինգերներ, մենք вообще-то զարգացած երկիր չենք։ Մենք, հա, մենք ունենք այն ինչ որ ունենք, հա, եւ ուրեմն նախ մեղադրել կենտրոնական բանկին, ասում են, ինչու կենտրոնական բանկը իր քաղաքականությամբ չի նպաստում տնտեսական աճին։ Բացեք ուրեմն սահմանադրությունը եւ կենտրոնական բանկի մասին օրենքը, հա, այնտեղ ինքը մանդատ չունի, իր մանդատը դա գների կայունությունն է։ Դուք եք տվել սահմանադրությամբ իրան այդ մանդատը։ Տվել եք, ինքն էլ աշխատում է։ Ինչ եք ուզում։ Հիմա վաղը պայմանական այս տնտեսությունը բլիստը, եսի ինչ, ինքը գների կայունությունը ապահովի, իրան պետք է դու գնես ծափտես, ասես ապրես։ Դու քո աշխատանքը շատ լավ ես արել։ Ինչը որ հիմա ինքը անում է։ Ինքը իր աշխատանքն անում։ Հիմա դուք ուզում եք փոխեք տնտեսության մոդելը, թե փոխում եք տնտեսության մոդելը համապատասխան դրամավարկական քաղաքականություն դի փոխվում։ Այո, այս դրամավարկական քաղաքականություն այն հարցերը, հա, որ օրինակ խոսում ենք կլաստերային զարգացման մասին, հա, այս քաղաքականությամբ իհարկե դուք այդ կլաստերները չեք ստացել, պետք է փոխեք, բայց եթե դուք մնում եք այս տրամաբանության մեջ, ապա կենտրոնական բանկը ստե անելիք չունի, այլ անելիք չունի, քան ինչ որի կանոն է։ Ես չեմ հիանում իրանց խաղը, մեր մոտ լսում ես մեկ, նենց մի հիանում են, օй մեր մոտ գիտեք ինչ որ եւ այլն եւ այլն։ Ու առհասարակ ես ոչ թե դեմ եմ իրանց աշխատանքի մասնագետների, պարզապես ես չեմ համարում, որ այն ֆունկցիան, որ կիրառում է այսօր մեր մոտ կենտրոնական բանկը, ինքը արժի այդքան հանրությունը, հա, այդքան վարձատրի, ինչքան որ իրենք վարձատրում են այն աշխատանքի համար, որոնք իրենք անում են։ Իսկ այդ իմաստով ես չեմ տեսնում ինչու այդպիսի տարբերություններ պետք է լինի, օրինակ չէ, ֆինանսների նախարարության վարձատրության եւ կենտրոնական բանկի աշխատողների վարձատրության միջեւ։ Այս տարբերությունը չեմ հասկանում։ Այդ իմաստով ես չէ։ Մնացած ամեն ինչով ես ընդհանրապես չեմ տենում այսօր կենտրոնական բանկին քննադատելու։ Այսինքն ֆինանս չեն գեներացնում մասամ դրամարկղի եւ պլյուս change-ի, հա, արտարժույթի փոխանակման կետի գործառույթները։ Ու մեր ֆինանսների նախարարությունը անում է հաշվապահության գործը։ Այսինքն ինքը անում է, օրինակ, եթե համեմատենք, եթե վերցնենք Ամերիկյան կենտրոնական բանկը FRS-ը, հա, ինքը անում է FRS-ի եւ 10%, կամ ավելի կայուն, լավ, 10-ի մոտեր պլյուս։ Ինքը այդքան անում, հա, նույնը մեր ուրեմն ֆինանսների նախարարությունը անում է Ամերիկայի ֆինանսների նախարարությունը եւ 10% հաշվապահություն է։ Բյուջեն մուտքերը երկրի հետ համապատասխանեցնում, ուրիշ ոչինչ բան։ Տնտեսական զարգացում, տնտեսական ծրագրեր եւ այլն մեր կառույցները ընդհանրապես դրա մասին չեն։ Մենք ունենք դրա համապատասխան կառույց, այլ աբսուրդություն ունի մեր ուրեմն տնտեսական պետական համակարգի, հա։ Ուրեմն հիմնականում 3 հատ կառույց ունենք, չէ՞, որոնք զբաղվում են մեր մոտ տնտեսությամբ, կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը, չէ՞։ Ուրեմն տես, կենտրոնական բանկը զբաղվում է գների կայունությամբ, ունի դրա համար գործիքներ, հա, դրամավարկային քաղաքականություն։ Ֆինանսների նախարարությունը մեր մոտ զբաղվում է հաշվապահությամբ, պարզ լեզվով։ Ունի դրա համար գործիքներ, հա, բյուջեն, հարկերի հավաքելու հնարավորություն եւ այլն։ Տես կենտրոնական բանկը տնտեսությամբ չի զբաղվում, նո զարգացման։ Ֆինանսների նախարարությունը տնտեսական զարգացման չի զբաղվում։ Ամբողջ պատասխանատվությունը դրա համար խնդիրները դրված է էկոնոմիկայի նախարարության վրա, որը չունի գործիքներ։
Հիմա որ միտք անցնենք մարդու բանով, ասի ինչ անեմ, օրինակ, այսպես հետաքրքրվի, հա, մեր ոդքասթով։ Գա ասի, լավ, մի բան անենք, էլի, եկեք օրինակ կլաստերային զարգացում, ինչ-որ մի բան անենք, մտածենք։ Ասենք, լավ, որոշեցինք։ Այդ մարդը մուրացքանի նման պետք է ընկնի, հա, կենտրոնական բանկի կամ ֆինանսների նախարարության ձեռը փող մուրի, հա, որպեսզի կարողանա ինչ-որ իր ծրագրի ֆինանսը լավացում։ Абսուրդի абսուրդ։ Դրա համար այնտեղ ոչ մի բան չէ։ Դրա համար անլուրջ մարդկանց են դնում այնտեղ, հա, պարզապես, հա, մուլյաժ էլ, ինչ ասեմ։ Մարդիկ տնտեսությունից հեռու են։ Այս ինչը որ մենք խոսում ենք, հա, ես չգիտեմ այդ մարդը ընդհանրապես բառեր գիտի, դες եզրույթները լսել են ընդհանրապես, չեմ ասում որ միտք ընկալում է, կամ որ հասկանում է ինչ-որ։ Նրանք ֆիկտիվ մարդկանց են նշանակում, հա, պարզապես լրացնելու, հաստիկը լրացնելու։ Վարչարարությամբ զբաղվում, ադմինիստրացիայի ուրիշ ոչ մի բան, դրա համար սպասել ստա զարգացում կամ շուտ։ Եթե մենք ուզում ենք տնտեսական զարգացում, համակարգը ընդհանրապես պիտի փոխվի։ Լավագույն, ասենք, տարբերակներից մեկը, եթե օրինակ նայում ենք Ճապոնիան եւ այլն, որ իրականացնում են իրենց, հա, այդ հրաշքները եւ այլն, թե ֆինանսների նախարարություն, թե կենտրոնական բանկը եղել են կառավարության, ուրեմն հսկողության տակ։ Բայց եթե ես կառավարությունում ես չեմ կարող ազդեմ վարկային տոկոսադրույքների վրա, եթե ես չեմ կարող ազդեմ, հա, ուրեմն բյուջեի եւ այլն, ծրագրեր չեմ կարող իրականացնել, ես ինչ նախարարություն, ինչ տնտեսական զարգացման մասին։ Մեր մոտ այդ համակարգը ռմբակոծված է, հա, ասես չես հասկանում, ինչ-որ բաներ, հա, օղակներ են, ինչ-որ, հա, ֆորմալ առումով որ գոյություն ունեն, իրականում, հա, ես չեմ պատկերացնում իրանց համահունչ, ոնց որ օրկեստրը ոնց է, պիտի համահունչ խաղա, հա, որպեսզի դու ստանաս հա այն էֆեկտը։ Ու անպայման դիրիժորը պետք է լինի, որպեսզի հսկի այդ ամենը։ Ուր աստ է դիրիժորը, ով է։ Չկա մարդ, որպեսզի Վլադ ջան, համապարփակ նայի մեր տնտեսությանը, հա, հիշում ես պատմում եմ, չէ՞, այս անեկդոտը, ծաղիկ տնգողի մասին։ Այդ հասկանում ես, չկա մի, օրինակ սովետական միությունը եղել է գոսպլան։ Դա ընդհանուր մարմին էր, որը վերևից նայում է, հա, որպեսզի գործընթացները հա սահուն գնա, հա, եւ վերջում մենք ստանանք վերսրու ուրեմն թեկուս Ամերիկայի տնտեսություն։ Կենտրոնական բանկը բացի դրանից որ զբաղվում է գների կայությամբ, հա, ինքը զբաղվում է նաև տնտեսական աճով։ Տնտեսական աճն էլ է իր խնդիրը։ Իհարկե ինքը դա կատարում է գործազրկությունը մակարդակը թիրախավորելով, հա, ինքը հնան չի թիրախորում, ինքը հնա չի հաշվում, ինքը հաշվում է գործազրկության զբաղվածության մակարդակը։ Զբաղվածությունը դա ինքը ինչ է, ինքը կորելացիա ունի, հա, հնա ինչքան եթե օրինակ զբաղվածությունը աճում է, ենթադրվում է, որ ուրեմն տնտեսական աճ է տեղի ունենում, հա, եթե հակառակը հակառակ։ Հասկանալի է, հա, լոգիկան կա։ Այստեղ ինչ տրամաբանություն է, ես չգիտեմ։ Մյուս միֆը։ Այստեղ արդեն իհարկե ավելի շատ բաներ է գրած, որ ավելի շատ ֆանտազիաներ է, բայց դե ես լսել եմ, սա ասվում է, հա, դրա համար արի արագ թեկուս, հա, ասնենք, հա, վերադարձ դեպի ԽՍՀՄ, նու հիմնականում նկատի ունեմ պլանային տնտեսություն։ Սա հուզական, հա, էլի ոչ գիտական, սա պարզապես ազդելու մարդկանց հիշողությունների, հա, թե ինչ լավ էր սովետական միության ժամանակ, եկեք մենք սարքենք, հա, շուկայական տնտեսություն, մենք գնացինք շուկայական տնտեսության, մեզ խաբեցին, մենք այն բարեկեցությունը չստացանք, որի համար որը մեզ քարոզվում, եկեք հետ վերադառնանք, հա, ու հետ վերադառնալ սովետական միությանը այդքանով է հնարավոր, ինչքանով որ հնարավոր է օրինակ մահացած մարդուն վերակենդանացնել։ Այդքանով հնարավոր է։ Պատճառների մասին չեմ ուզում ասել, նորից ՏՍՆՄ-ն եւ պլանային տնտեսությունը գոյացել են մարդկության պատմության ինչ-որ ժամանակաշրջան ինչ-որ կետում, որի համար կային համապատասխան պայմաններ։ Այսօր այդ պայմանները չկան։ Անկամ այսօր այն անգրագետ խոսակցությունները Պուտինը ուզում է վերականգնի ԽՍՀՄ, հա, անգրագիտությունից անգրագիտություն, հա, էլի նորից դա էլ մյուս կողմից բաներն են, ստրաշնկաներն են, էլի որ հա հիշում եք այն սայր են բան մարդիկ էլ կան, որոնք վատ են, չէ՞ խոսում ԽՍՀՄ-ի մասին։ Չարիքի բաններ, չէ՞, ինչ եմ ասում, իմպերիա էր, չէ՞։ Տես ուզում եք վերադառնա, այնա, տես կառուցում է ԽՍՀՄ, հիմա ինքը ուզում է թե չի ուզում, հա, ես չգիտեմ իր մտքերը, բայց որ ինքը չի կարա դա անի, դա միանշանակ։ Կարծում եմ չի ուզում, ինքը այդքան է հասկանում, որ ԽՍՀՄ չի կարա լինի այսօրվա պայմաններում։ Ինքը կարա լիներ այն պայմաններում, այս պայմանները արդեն չկան։ Այդ պոեզը գնացել է։ Վերջ, ու խոսալ դրա մասին ես կարծում եմ ընդհանրապես եթերը լրացնել, հա, լցնել ինչ-որ ավելորդ բառերով, ավելորդ խոսույթ։ Տես վերջի երկու կետը նոր ինդուստրիալիզացիա եւ մասնակի կամ ամբողջական ավտարկիա։ Ավտարկիա դա, գիտեք, դա փակ տնտեսություն։
պայմանական Հյուսիսային Կորեան կամ Կուբան, դրանք ավտարկիաներ են։ Ну, ավտարկիան էլի նորից վերադարձ դեպի ԽՍՀՄ, այդ նույն ինչը որ մենք ասում ենք ԽՍՀՄ-ի վերադառնալու մասին, նույնը ավտարկիաների մասին։ Այստեղ պարզապես պետք է ավելացնել հետևյալը։ Ну, օրինակ են բերում, հա, մեզ ավտարկիաներ, հա, Պարսկաստանը, Հյուսիսային Կորեան եւ այլն։ Ну, ես չգիտեմ Հյուսիսային Կորեայի մասին պատմում են բաներ, որ չգիտեմ այնտեղ ճիշտը որն է, սխալը որն է, բայց ես մոտավորապես կարամ պատկերացնեմ, որ կենսա մակարդակը այնտեղ շատ ցածր է, հա, եթե մենք Պարսկաստանում մենք գիտենք ինչ թե շատ, հա, ինչ վիճակ է, որ այդ երկիրը որ ապրում ավտարկայում, բայց օբյեկտիվ պատճառներով, հա, այսինքն օբյեկտիվ նկատի ունեմ ինքը չի գնացել այդ ուղղությամբ, ստացվել է, հա, որ ընկել է սանկցիաները, տակ եւ կտրված է, հա, ինչ-որ, չնայած այնտեղ մասնակի ավտարկ է, հա, ամբողջական, բայց ամեն դեպքում մենք գիտենք մարդիկ, որ եղել են այնտեղ, հա, ինչ կենսամակարդակ է։ Բայց, տես, մենք խոսում ենք երկրի մասին, որ ունի 80 միլիոն բնակչություն, որ ունի հանքեր, լուրջ, հա, նավթային պաշարներ եւ այլն։ Այսինքն անգամ դա, այսինքն մեծ բնակչություն ռեսուրսներ, որի վրա կարելի է ինչ-որ բան կառուցել։ Օրինակ, հենց այստեղ օրինակ է ուզում բերեի, մոտ մի 2-3 օր առաջ նորություն, որ Իրանը սկսում է էլեկտրոմոբիլների ու հիբրիդ մեքենաների արտադրություն։ Հա, այսինքն ներքին շուկայի պահանջարկը լրացնելու համար կարա իրան թույլ տա այդպիսի այո, քանի որ ներքին շուկան կա, քանի որ կա, հա, 80 միլիոն, հա։ Նույնը Հյուսիսային Կորեայում կենսամակարդակը ցածր է, բայց էլի ապրում են, բայց էլի ապրում են, էլի հաշվի առնելով Հյուսիսային Կորեան ինչքան գիտեմ 40-50 միլիոնի մարդուն դեռ։ Չգիտեմ, հա, բայց բավականին 10 միլիոն։ Այսինքն խոսքը ամեն դեպքում 3 միլիոնի մասին չի։ Հիմա դե պատկերացրեք, եթե իրանք ունենալով այդ ռեսուրս, այդ բնակչություն, հա, ունեն ինչ-որ շատ, ոչ այդքան, հա, բարձր կենսամակարդակ, պատկերացրեք ինչ ալնելու Հայաստանի դեպքում, հա, խոսալ արդեն ավելորդ։ Տրանսպորտային հաբի ստեղծում, էլի խոսում են, հա, մեն մոտ, չգիտեմ, ինչ գաղափարներ կային, Չոր նավահանգիստ, չգիտեմ, Սինգապուր, Հոնկոնգ, հա, այսինքն ինչ-որ նայում են, հա, աշխարհում ինչ կա, ինչ փոքր երկրները ոնց կարան հաջողություն հասնել, հա, եւ տեսնում են, որ հա, դա մենք կարող ինչ-որ խաշվելու դարձանք եւ այլն եւ այլն։ Դա նույն ներդրումների գաղափարն է, այսինքն սա էլ կարող ենք բերել դեպի ներդրումների այդ միֆը, որ ուղղակի ներդրումները հա մեզ կփրկեն եւ մենք կդառնանք հարուստ նորից, հա, իմ կարծիքով, եթե մենք կարողանանք լինել տրանսպորտային հաբ, նահանգիստ, խաչմերուկ եւ այլն, մենք արդեն վաղուց դառել ենք։ Եթե հետաքրքրություն լիներ, ես չեմ կարծում, որ, չգիտեմ, Եվրոմիությունը կամ Ռուսաստանը կամ ինչ-որ Չինաստանը չի տենում այդ հնարավորությունը, հա, մենք այդպես պետք է իրան հելնենք, ցույց տանք, գիտել ասի, հա, վայ, ես ոնց մտքով չեմ։ Ինչ արել են, հա, ում ինչ հետաքրքիր է, հա, մեկին ռազմաբազան է հետաքրքիր եկե վերցրել, առանց մեզ հարցնելու, հա, հիմա Թրամփի ուղին են ուզեցել բացել, հա, առանց դες հարցնելու, առանձնապես, էլի, առանց դες կարծիքը հաշվի առնելու։ Հիմա եթե իրանց իմ կարծիքով, եթե հետաքրքիր լիներ այստեղ Չոր նավահանգիստ, ինքը արդեն վաղուց եղել։ Եթե հետաքրքիր լիներ տրանսպորտային հաբ կամ ֆինանսական կենտրոն ստեսարկեն Հոնկոնգի դուրս, թվում է արդեն վաղուց եղել։ Եթե չի լինում, ուրեմն չի լինում։ Ուրեմն ստեղծված իրավիճակում դա պարզապես հնարավոր չէ, հա։ Իսկ մենք մեր ուժերով դա չենք կարող սարքել, բնականաբար։ Այն նույն պատճառներով, հա, ոնց որ չենք կարող օրինակ ունենանք Այդ համել այն նրա մասին է, որ ոնց է Սինգապուրը նաև դարձել Սինգապուր ու ոնց է Հոնկոնգը դառել Հոնկոնգ։ Այո, նորից։ Այսինքն ինչ-որ միտեղ ուզել են, որ Սինգապուրը դառնա Սինգապուր ու Սինգապուրը դարձել է Սինգապուր։ Այո, տես չի կարելի, հա, տնտեսագիտությունը։ Պարզա որտեղ են ուզել, էլի։ Ուզել Հոնկոնգը։ Ժամանակակից տնտեսագիտության հիմնական, հա, այն թերություններից այն է, որ ինքը տնտեսությունը ներկայացնում է որպես абստրակտ երևույթ։ Այսինքն абստրակտ ինչ իմացով, ոչ տարածություն կա, ոչ ժամանակ, ոչ պատմություն, ոչ բան, հա, կա ռեսուրս եւ այլն, հա, բայց մենք լավ հասկանում ենք, օրինակ Սինգապուրը, հա, ինչու դարձավ Սինգապուր, ով էր ինչ էր Սինգապուրը, հա, իր պատմության ժամանակ։ Դա եղել է նավահանգիստ, հա, բրիտանական, ուրեմն գաղութացման, երբ որ Բրիտանիան գաղութացնում էր, հա, Արևելյան Ասիան եւ այլն, դա եղել է մի կետ, հա, որտեղ որ перевалочный пункт, էլի ռուսերեն ասում։ Լացդարմ։ Այո, որտեղ որ ուրեմն իրանք հիմնել են իրանց, այդ ոնց որ ֆորպոստը, որտեղից որ տարածում։ Այսինքն ինքը պատմականորեն եղել է Բրիտանիայի, ասենք, ինչ ասեմ, հաբը, հա։ Դա պատմականորեն է տան ստացվել, ոչ ոք դրա համար հատուկ ծրագրեր չի գրել։
Ոչ մի սինգապուրցի կամ չինացիներ, հա, ծրագրով չի վազել Լոնդոն, ասել է եկեք մենք այդտեղ հապսարկենք, հա։ Դա բնականon գործընթացների արդյունքում է դա ստացվել, հա։ Հիմա կներեք, մենք չենք դարել, մեզ չեն ընտրել, ընտրել են իրանց։ Հիմա մեզ ընտրենք, հիմա մենք կլինենք Սինգապուր, իրանք էլ կլինեն Հայաստան, գալու են այդտեղ մեր փորձ ուսումնասիրին, հա, որը գոյություն չի, փորձ չի դա։ Դա պարզապես պատմություն է։ Մարդկանց մեկը կասի բախտերը բերել է, մեկը կասի, չգիտեմ, ոնց ուզում եք, այդտեղ ստացվեց պարզապես։ Հիմա նստել լացել դրա մասին, վայ, վույ եւ այլն, ես չգիտեմ, չեմ կարծում արժի դրա համար ռեսուրս։ Եվ մի հատ մնաց արժութային պաուստների ու դեպի ներքին տնտեսություն, սա Ինչի մասին է խոսքը, գիտենք, հա, որ մենք դա վերաբերում ավելի շատ էսի կենտրոնական բանկի գործունեությանը, հիմնական քննադատություններից մեկը կենտրոնական բանկի մեր, որ ինքը պաուստեր է հավաքում, հա, արտուժատում։ Իր դրամարկային քաղաքականությունը իրականացնելու ժամանակ, հա, որոշ ժամանակ նա դուրս է գալիս, հա, շուկա, արտարժույթի ես, որպեսզի մեղմի տատանումները, կուրսի, հա, փոխարժեքի, նա ստիպված է լինում գնել ավելցուկ արտարժույթ, ստերիլիզացիաներ այսպես կոչվում։ Ինչ են ասում են այդ պաուստները, որ բավականին մեծ են, հա, այսօր արդեն 2 միլիարդ, վերջերս շուտվանից չեմ նայել, բայց Հայաստանի 2 միլիարդ, 3 միլիարդ, հա, դա կարելի է ուղղել դեպի այդ ծրագրերը, հա, որոնք մենք իրականացնում ենք։ Դա շատ նման է, գիտես ինչին, օրինակ Չինաստանը, հա, կամ ինչ-որ այլ զարգացող երկիր այսօր, որը ունի մեծ պաուստեր, հա, այդ կենտրոնական բանկի, հա, առևտրային, ուրեմն բալանսի, ուրեմն պրոֆիցիտը, հա, գոյանում այդ արտարժույթը։ Որտեղից է դա գոյանում, որտեղ դուք արտահանում եք ավելի շատ, քան ներմուծում։ Ինչ առաջարկ են անում Չինաստանը, որպեսզի դու բաց ձերբազատվես այդ խնդրից, հա, դու պարզապես արժևորի քո արտարժույթը եւ քո մոտ հակառակ իրավիճակ կստեղծվի։ Բայց տես, մենք հիշում ես քննարկում ենք, հա, հունկարետային, հա, կամ ներդրումային մոդելի գործողության, հա, ուրեմն տեխնիկան, հա, ինչպես է գործում այդ ստրատեգիան։ Այս ստրատեգիան գործում է միայն նրա պատճառով, որ քո մոտ աշխատուժ ավելի էժան է, քան հակառակ հա երկրում։ Եվ եթե ինչ է նշանակում արժևորել քո ազգային արժույթը, նշանակում է բարձրացնել կյանքի մակարդակը։ Եթե դու բարձրացնում ես կյանքիդ մակարդակը, դու ավտոմատ զրկվում ես այդ հնարավորություններից, որպեսզի դու կարողանաս փոխազդվես, հա, եւ վաճառես քո հումքը, հա, համաշխարհային շուկա։ Հենց որ դու արժևորում ես քո կուրսը, հա, փոխարժեքը, դու այդ առավելություններից զրկվում ես։ Էլ առևտուր անելու իմաստ չունի։ Ամեն ինչը հիմնված է նրա վրա, որ քո մոտ աշխատուժը էժան է։ Դրա համար Չինաստանը կարա, չգիտեմ, տրիլիոններով, հա, հավաքի պաուստեր դոլարային, բայց իր ժողովուրդը մեկը աշխատում է $30 եւ կենսամակարդակը չի աճում։ Չես կարող դու դա ծախսես, հա, ներքին շուկայում, որովհետեւ հենց ծախսում ես դու մրցակցային առավելությունը կողմում։ Նույնն էլ մեր մոտ է։ Հա, մենք ունենք ինչ-որ փոխազդեցություն, հա, ուրեմն համաշխարհային շուկայի, հունկարենտային։ Եթե կենտրոնական բանկը սկսի իր ռեզերվները, հա, մեր պաուստերը ծախսի երկրի ներսում, հա, ապա մեր եկամուտները կբարձրանան եւ հնարավորություն արդեն արտարժույթ բերելու, հա, այսինքն եկամուտ ապահովել բերել, ինքը կչանա այդ, այսինքն ոչ մի էֆեկտ, հա, դա չի տա։ Իսկ կենտրոնական բանկը ինչի է դա անում, դա պարզապես իր գործիքներից մեկն է, որով ինքը կարգավորում է, հա, որով ինքը լուծում է իր ուրեմն խնդիր, հա, գների կայունություն։ Ու կասեն կուրսը ինչ կապ ունի գների կայունությամբ, այդ, նո կապ ունի մեր մոտ, որովհետև փոքր տատանումները այո չեն ազդում ուրեմն գնաճի վրա։ Դրա համար ինքը փոքր տատանումների ժամանակ չի խառնվում, չի միջամտում։ Բայց եթե կտրուկ, հա, մեծ տատանումներ է սպասվում, ինքը անպայման պիտի միջամտի, որովհետև դա կազդի գների մակարդակի վրա։ Это իր գործիքներից մեկն է դա, ու всё։ Մեր շանսերը, հա, դառնալու զարգացած երկիր շատ փոքր, կարելի ասել գոյություն չունի։ Եվ դա նորից մենք էլ դրանով մենք ջարդում ենք այն միֆը, հա, ամենամեծ միֆը։ Մենք խոսել ենք դրա մասին, բայց ես նորից շեշտեմ դա առանձնացնեմ, հա, դա ժամանակակից տնտեսագիտության միֆը։ Ամենամեծ ստերից, ամենամեծ միֆերից այն է, որ ցանկացած պետության տնտեսություն կարա դառնա զարգացած, հա, ոչ մի խոչընդոտ, հա, օբյեկտիվ խոչընդոտ դրա համար չկա։ Եթե չի դառնում, ուրեմն լավ չի ուզում։ Ուրեմն մարդիկ լավը չեն, իշխանությունը, ու այդ շարք գիտես, ինչ ասեմ, հա։ Դա տենց չի, դա սուտ է, դա լկտի սուտ է։ Չի կարա պայմանական, հա, Ռումինիան դառնա ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն կենսամակարդակ։
օբյեկտիվ պատճառներով։ Կամ Գերմանիայի Այո, դրանք ստեր են, որոնք լցվում են, հա, շեղելու, չգիտեմ, տարբեր նպատակներով։ Հիմա նույնը մենք մեր մասին։ Մենք ունենք ինչ-որ պոտենցիալ, հա։ Մենք կարծում եմ, հա, հասել ենք մեր պոտենցիալ։ Նորից, հա, ստեղծված իրավիճակում, ոչ թե ընդհանրապես, հա, այս ստեղծված, այս կոնֆիգուրացիայում, հա, գեոքաղաքական, հաշվի առնելով մեր պատմությունը, մեր հարևաններին, մեր մարդկային ռեսուրսը, մեր այդ ամեն ինչը Այն ինչ որ մենք ունենք այսօր իմ կարծիքով դա մաքսիմում ինչ որ մենք կարող ունենք պլյուս մինուս 5%։ Հա, ինչ որ չգիտեմ, մի բան կարաս, մի բան կարաս վատ անես, ինչ որ։ Այսինքն բան է, ժողովրդական լեզվով ասած յոլա գնալու տնտեսություն։ Այո։ Հիմա այդ է։ Պատալոկը, ասենք պլյուս 5% լավ յոլա գնա։ Հա, մի քիչ այս կոմենկո, մի քիչ լավ տնտեսես, մի քիչ, չգիտեմ, պետական ապարատը կարգի բերես, մի քիչ մարզելու բերես, անաս ինչ-որ մի բան միշտ կարելի անել։ Բայց ասում, էֆեկտը ինքը լինելու է շատ փոքր։ Թռիչքն էս չի ապահովել դա իմ ասած։ Հիմա մարդիկ ասեն, դե մեր մոտ այսքան ստվերային տնտեսություն է եւ այլն, ասում հայ ես ընդունում եմ, դուք չեք կարող սարքեք ստվերային տնտեսություն 0։ Չի լինում դա բան։ Կարակ սարքեք, հա, պրոստո դրա վրա ծախսած ռեսուրս ավելի շատ է, քան ստվեր։ Ինչ իմաստ ունի դա անելու։ Այսինքն ստվերային տնտեսությունը միշտ լինելու է։ Այո, հիմա ինքը օրինակ չգիտեմ 15%-ը դուք կդնեք այս կոմենքում կսարքեք 5, հա, բայց այդ 10%-ը ձեզ չի ուղարկելու Շվեյցարիա, էլի։ Այդքան բան։ Գիրք ունենք։ Գիրք, ուրեմն ճիշտ ասած մտածում էի ավարտենք մեր այդ գրքերի շարքը, որ ես ներկայացնում էի, մտածում էի ավարտել Մարքսով, դասականով, հա, անձ, որը երևի նախ ամենակարդացած գիրքն է աշխարհում, տնտեսագիտության մեջ էլի նկատվում, ինքը միշտ արդիական է, միշտ ճգնաժամերից հետո իր որ նայում ես ռեյտինգը, հա, Google-ում պոյսկների բանը, ինքը միշտ աճում է, միշտ ճգնաժամերի ժամանակ վերադառնում են, ասում են, էլի մի րոպե, ինչ էր ասում, որ հեսա կապիտալիզմը վերջանալու է, այսինքն ինքը միշտ արդիական է, լու, քանի որ կապիտալիզմը կա։ Մտածում էի Մարքսի կապիտալը խորհուրդ է, չնայած դա չես համեմատի այն գրքերի հետ, որոնք մենք դիտարկում ենք, որովհետև պահանջում է որոշակի պատրաստվածություն է պահանջում։ Պատրաստվածություն մի կողմից, մյուս կողմից տես, ինչու շատերը, օրինակ ես լսած կնես էլի դու Վլադժանոս, ես կարդում եմ շատ ծանր, գնում եմ տեսակ չեմ կարող կարդալ։ Գիտես ինչու։ Որովհետև Մարքսը, երբ որ գրում էր կապիտալը, իր գիտական մեթոդը, որը որ ինքը օգտագործում է իր հետազոտության, ինքը կոչվում է դիալեկտիկա։ Այսօր ոչ պոպուլար եզրույթ, որը շատ պոպուլար էր սովետական միության ժամանակ, ու ընդհանրապես 19-րդ դարում, որի հեղինակը Հեգելն էր, ինքն էր բերել, հա, աշխարհ այդ մեթոդը։ Հետո դա շատ լուրջ զարգացրեց Մարքսը ու մասնավորապես կապիտալի մեջ շատ լուրջ զարգացրեց։ Ու առհասարակ 19-րդ դարի բոլոր ուղեղները, հա, իզուր չէ, որ եղել են դիալեկտիկ ուղեղներ։ Թե Հեգելը, թե Մարքսը, թե Դարվինը, հա, սա մտցել են հայ դիալեկտիկ մտածելակերպ։ 20-րդ դարում ու հետո սովետից հետո, հա, ինքը դառավ ոչ պոպուլար, դրա մասին մոռացան, մասամբ դրա համար որ սովետական միության վերևները, հա, դիալեկտիկան սահմանել են որպես ամեն ինչի մասին գիտություն, հա, այսինքն բարձրացրել դա միջև չգիտեմ որտեղ, ինչը իրականում տենց չի, ինքը ամեն ինչի մասին գիտություն չի։ Ինքը մեթոդը, որը շատ կիրառելի է, երբ որ մենք ուսումնասիրում ենք այսպես կոչված հասարակական գիտությունների մեջ ենք օգտագործում, հասարակական երևույթները։ Ոչ թե բնական, հա, ֆիզիկայի բնության հետ կապ։ Այ տնտեսությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը եւ այլն եւ այլն։ Ի տարբերություն ի հակառակ դիալեկտիկային այսօրվա ավելի շատ օգտագործված մեթոդը դա աքսիոմատիկ մեթոդ է, այսպես ասած, ասեմ որ մարդիկ հասկանան հակառակ այսօր որ մենք բոլորս գրեթե սաղս, հա, մենք սովորել ենք գրքերով, որոնք աքսիոմատիկ են։ Ինչ անդամ աքսիոմատիկ, աքսիոմատիկ օրինակ Ադամ Սմիթը, հա, սկիզբը տեսագիտության, ինքը աքսիոմատիկ է, այսինքն վերցրեց աքսիոմաներ երկու հատ, հա, հավասարակշռությունը եւ ուրեմն արժեքի աշխատանքային տեսությունը։ Եվ այդ երկու աքսիոմաների վրա հա ստեղծեց ամբողջ պատկեր։ Ավելի պատկերավոր բան, օրինակ երկրաչափությունը ոնց է կառուցվում։ Դուք վերցնում եք աքսիոմաները, հա, օրինակ որ երկու ուղիղ գիծ չի հատվում, հա, դրանք զուգահեռ է։ Շուտ աքսիոմաները, դրա հիման վրա դու դուրս ես բերում թեորեմներ, դրանով ապացուցում ես։ Եթե դու փոխում ես աքսիոմաները, փոխվում են թեորեմները եւ այլն։ Դա շատ տարածված մեթոդ է, բայց ինքը ավելի պարզունակ է, քան դիալեկտիկա։ Օրինակ, էլի անեկդոտի վրա, էլի
բանանը որ պատկերացնել ինչի մասին է խոսքը երկու հոգի խոսում են մեկը հարցնում ասում է լոգիկան ո՞րն է ասում է տենում ես երկու հոգում նայում են երկու հոգի է մեկը կեղտոտ է մեկը մաքուր է ասում է քո կարծիքով դրանցից ով է գնում բաղնիկ ասում է դե կեղտոտը ասում է դա ասում է լոգիկա է ну կոչվում է ֆորմալ լոգիկա այսինքն եթե մարդը կեղտոտ է ով է գնում կեղտոտ մարդը պետք է գնա բաղնիկ ասում է լավ ասում է իսկ դիալեկտիկան ո՞րն է ասում է չէ ասում է բաղնիկ գնում է մաքուր է ասում է ինքը գնում է բաղնիկ դրա համար ինքը մաքուր է իսկ կեղտոտը քանի որ չի գնում բաղնիկը մնում է կեղտոտ հետո վերջում սենց է էլի ասում է իսկ փիլիսոփայությունը ո՞րն է երկու օրինակյուր է էլի ասում է ով է գնում բուն շատ է մնում այդտեղ դու փիլիսոփայություն է էլի չգիտեմ սկսում են այդ անեկդոտի վրա հա երևում է էլի տարբերությունը աքսիոմատիկ մեթոդ ինքը ստատիկ մեթոդ հա այսինքն ինքը չի նախատեսում պատմություն այսինքն կան երկու հոգի մենք չգիտենք իրանք ով են իրանք որտեղից են հայտնվել եւ այլն դա շատ նման է ֆոտոգրաֆիան հա ասեն պատկերը դու չգիտես պատմությունը եւ դու ասում ես այն ինչ որ դու տենում ես կեղտոտը դե երևի կեղտոտը գնում է բան դիալեկտիկան ենթադրում է ազարգացում այսինքն որ այդ երևույթները ունեն պատմություն եւ այլն հա եւ պատմությունից դու գալիս ես հա ու բացահայտում ես երևույթը դա շատ նման է ֆիլմի երբ որ դու նայում ես հա գիտես պատմությունը եղել ինչ այլնելու եւ այլն հիմա այսքան ինչի խոսեցի որտեղ Մարքսի կապիտալը գրված է դիալեկտիկ լեզվով որը մեծ մեծամասնությամբ անհայտ է դրա ինքը դժվար է կարդացնել բայց ես մտածելով ասացի վերջո ավելի լավ է եթե մարդ պետք է կարդա Մարքս ավելի լավ է ինքը կարդա հենց Հեգելի դիալեկտիկայի մասին, այսինքն այդ դիալեկտիկա այդ մեթոդ ստեղծողի մասին գիրքը, հա, որ մարդը գրել, որ ստեղծել է այդ մեթոդը։ Այո։ Որովհետև հնարավոր չի հասկանալ Մարքսը, եթե չես կարդացել Հեգելին։ Ես օրինակ մեկ ասում Ռոզա Լյուքսեմբուրգ, ասում դուք չեք հասկանա Ռոզա Լյուքսեմբուրգ, եթե դուք չեք կարդացել Մարքսի կապիտալը։ Հնարավոր չի, դա ոնց որ նայես, չգիտեմ, որն է հիմա Իգրա Պրիստոլով չգիտեմ 6-րդ սեզոնը, եթե դու նախորդները չես նայել, քո համար անհասկանալի կլինի, ինչ է կատարում։ Հնարավոր չի կարդալ Ռոզա Լյուքսեմբուրգ, եթե չես կարդացել Մարքսը։ Իսկ Մարքսը հնարավոր չի կարդալ, եթե դու Հեգելի չես կարդացել, չես հասկացել, այ ինչ է ես ներկայացում դիալեկտիկ մեթոդը։ Դրա համար գրեմ, հա, նауկա լոգիկա։ Ուրեմն այս շատ դեմից ասում եմ, հա, զգուշացնում եմ, ոնց որ նավիճոկը գալիս է մարզասրահ, հա դու վլաջա որպես փորձարար դու իրան ասում ես, այս 200 կիլոանոց շտանգի հետ դու գործ չունես։ Այս մոտավորապես գիտության մեջ սա մոտավորապես 200 կիլոանոց շտանգ է, որ շատ քիչ մարդ կարա սրան մոտենա։ Քանի որ ես չգիտեմ մեր չափում, հա, մեր դիտողների մակարդակը կարող է եւ իրանք 200 կիլոանոց շտանգայի կարող են մոտենալ, ոչ մի խնդիր չեմ տեսնում դրա մեջ։ Խնդրում եմ, այսի շատ լուրջ տեքստ, հա, տրակցնում է, պայթեցնում է ուղեղը, հա, բայց սրանից լավ մարզանք է, էլի ուղեղի համար։ Ոնց որ երկու շտանգ են, հա, լավ մարզիկի համար լավ քեզ բան անում, հա, սարքում ասա ստրոյնը, այսի ուղեղը, հա, սարքում է մի հատ եսի մեջ։ Եթե կարողանաս գնաս, հասկանաս, խորանաս, հենց այսքանով էլ կավարտենք իմ համար ճիշտ ասած անսպասելի էր հենց որ այս գիրքը պետքա վերջում առաջարկեր, բայց տրամաբանության գիտություն է։ Հա, ինչ որ տես մոտավորապես մնում։ Իսկ կարծում եմ, քանի որ սա դա 15 թարգմանություն էլ կլինի հաստատ։ Եվ քանի որ դիալեկտիկան սովետական միության մի այլ մակարդակի վրա, ես կարծում եմ անգամ հայկական քաղաք թարգմանություն։ Հա։ Այս խսամի ժամանակ կա թարգմանություն, հա, խորհրդային ժամանակների։ Լավ, շնորհակալություն, բավական հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ հետ Կապիտալ Պլյուսներ։